Բարև ձեզ ժողովուրդ ջան, մենք գտնվում ենք Ադրբեջանի քրեակատարողական քննչական կոմիտեում։ Սրանք եկել են ոչ թե տանկերով, այլ տրանսպորտով եկել են Երևան, ընդ որում ասեմ, հետ մտա դեպ կուլտուրայի դերնելով բարևեցի։ Սալամ ալեյքում, նատերսեն, շան նման հասկացավ, շան նման։ Տուզիկ շուն, փորով մեծ տուզիկ շուն։ Ես ուզում եմ մեր հայրենակիցներին տեղեկացնեմ, որ մենք այս պահին գտնվում ենք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր մասնաճյուղում եւ այստեղ է գտնվում պարոն Սամվելյանի իրերը եւ այդ իրերի կապակցությամբ եկել ենք այստեղ, որպեսզի ստանանք իրերը։ Իհարկե պարոն Սամվելյանը նաև այն կարծիքը ունի, միգուցե ճիշտ է այդ կարծիքը, որ սա ադրբեջանական քննչական կոմիտեն է եւ այս քննչական կոմիտեում հիշում եք հուլիսի 31-ին ինչ տեղի ունեցավ, պարոն Սամվելյանի առողջական վիճակը թեպետ նրան, որ կտրուկ վատացել էր, քննիչ Սևակ Խաչատրյանը նրան տեղափոխեց մեկուսարան, Արմավիր քրեակատարողական հիմնարկ եւ վերջերս մեզ հաջողվեց հաղթահարել բոլոր խոչընդոտները, հաղթել նաև մահը եւ ազատ արձակել պարոն Ստեփան Սամվելյանին։ Հիմա կարող ես խոսել, պարոն Ժողովուրդ ջան, ինչ Սևակ Խաչատրյան, Տիկին Պոլտաջյան, ես ասել եմ, սա Ռամիլ Սաֆարովն էր, Ռամիլ Տոֆիկօղլի Սաֆարով։ Երեկամակեր, կերավ երեկամը, զղկտվեց Չիչոյանի հետ միասին, Չիչոյանա, ինչա, մի հատ Չիչու կար։ Սա Չիչոյանը այն դատավորն է, ով կալանքի որոշում էր կայացրել, մինչդեռ պարոն Սամվելյանը տառապում էր ծանր հիվանդություններով, իդեպ ասեմ, որ նա մուտք է գործել մեկուսարան որպես երրորդ կարգի հաշմանդամ, իսկ այժմ նրա հաշմանդամությունը գնահատվել է 64% եւ այդ 64% հաշմանդամությունը տրվել է ՑՄԱ եւ պարոն Սամվելյանը ըստ էության ինքը ասում է, որ իմ երիկամները իրենք կերել են, ըստ էության դա ճիշտ է, որովհետեւ երիկամային անբավարարություն 5-րդ փուլ է արդեն։ Չիչունա կերե ժողովուրդ ջան, այս քնիչ կոչված է հետ Չիչույան, այդ Չիչու, բայց իրականում մինչև այդ եղավ մեկ այլ դատավարություն, ամսի 22-ին դա վնգստացող շունչ չէր։ Հուլիսի 22-ին դատավոր համարձակություն է ունեցել չենթարկվել քննիչի պահանջներին եւ միջնորդությանը եւ միջնորդությունը չի բավարարել, այլ կայացրել է արդար դատական ակտ։ Բայց Ռամիլ Սաֆարովը արձակել է պարոն Սամվելյանին, բայց դրանից հետո ամսի 24-ին Ռամիլ Սաֆարովը խափելով ինձ բերեց այստեղ, խափելով իբր պիտի տար իրերը, բայց բերեց ու տարբեր ձևակերպումներով նորից տարավ փագեց պայմանավորվածություն ունենալով Չիչոյանի հետ։ Այո, կան նաև ոչ վնգստացող դատավորներ։ Նիկոլ, չարաչար սխալվում ես։ Ես պիտի խոսեմ անպայման այդ տուժող կողմի, իբր տուժող կողմ ունեի։ մենք կխոսենք։ Հանրապետություն կուսակցության հետույքածին։ Մենք խոսել ենք։ Սովորաբար մարդիկ ծնվում են իրենց մամայի արգանդից։ Պարոն Սամվելյան, այդ հանրապետությունը ծնվել է բոլորը իրենց մամայի հետույքից։ Դուրս են թռել։ Ձեզ սպասում են Հայլի ակումբում։ Մենք կպայմանավորվենք, դուք հիմա պետք է գնաք ձեր դիալիզը ստանաք, որից հետո մի քիչ կապակինվեք, բայց մենք նաև այցելելու ենք Հայլի ակումբ եւ այնտեղ խոսելու ենք մանրամասն ձեր այս քրական հետապնդման մասին, փաստերի մասին, շինծու լինելու մասին եւ գիտեք ինչ աշխուժս ընկավ, որի համար ջղայնացա։ Այդ Չիչուն չէ։ Այդ հետույքածին հանրապետություն կուսակցության նախագահան ասում է, ես ինչ գործարար, ԽՎԶ հետանիվի պագուշկան բերե։ Արա իմ ինքնաթիռը Բեռնատան ինքնաթիռը, անգամ եղբայրը դա Ռաստամոշկար է, Մաքսադեր, եղբայրը Վազգենը 58 տոննա կարակը Մաքսադերցեց։ Պարոն Սամվելյան, մենք կխոսենք։ Երջանի Գաբգարյան կար, հիշում եք, որ դարձավ դժբախտ։ Գորդիցանին դժբախտ Աբգարյան։ Չգիտեմ հիմա կա թե չկա։
58 տոննա կարակը մենակ եղբայրը դրաստամոշ կարավ, արա, կասեմ այդ մասին։ Խոսենք, ամեն ինչ Գործարարը պապատա, երևի, այն որ 21 Վոլգոմաներ գալի։ Չեք զայրանում, հանգիստ գնալու եք ձեր դիալիզը ստանալ։ Շնորհակալություն Փոստանջան ջան։ Մենք ելում ենք պայքարելու։ Այո, պարոն Սամվելյան ջան։